Բարի լույս հարգելի հետևորդներ, ABC մեդիան ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառն Մութաֆյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ այն լուրերը, որոնք ձևավորում են Հայաստանի եւ աշխարհի օրակարգը։ Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրի ստորագրումն ու խաղաղության պայմանագրի նախաստորագրումն այս ճանապարհին պատմական հանգրվան են, հայտարարել է արտգործնախարարը Բրյուսելում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթնաժողովի բացմանը։ Ասել է, որ 2 տարի առաջ այդ նույն հարթակում ելույթի ժամանակ Հարավային Կովկասը տարածաշրջան էր, որը բնութագրվում էր անորոշությամբ եւ անվտանգության բացակայությամբ։ Միրզոյանի խոսքով նախկինում խաղաղությունը հեռավոր նպատակ էր, իսկ այսօր այն դարձել է իրականություն։ Կառավարությունները կարող են ստորագրել պայմանագրեր, բայց վստահությունը կառուցում են հասարակությունները։ Քաղաքացիական հասարակությունը կարող է ստեղծել մարդկանց միջև կապեր, որոնք չեն կարող ստեղծել պայմանագրերը։ Կառավարությունները կարող են հանդիպումներ կազմակերպել, սակայն մեր լիազորություններն այստեղ ավարտվում են։ Իսկ մնացածը իրական երկխոսությունն ու հաշտեցումը ձեր ձեռքում է։ Այս առումով ուրախ եմ նշել, որ վերջերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ ուղիղ երկխոսություններ են անցկացվել համապատասխանաբար Երևանում եւ Բաքվում։ Մինչ հարաբերությունների կարգավորման մասին նախարարը խոսում է եվրոպական ամբիոնից, Ադրբեջանում Իրանի դեսպանը վերահաստատել է Իրանի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Մուջթաբա Դեմիրչիլուն հայտարարել է Քելալե Աղբենդ շրջանում Արաքս գետի վրա նոր սահմանային անցակետ է բացվելու։ Նրա խոսքով տարածաշրջանում վիճակի կայունացումը նոր հեռանկարներ է բացում երկկողմ հարաբերությունների զարգացման եւ սահմանային գոտում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։ Իսկ այս ամենին զուգահեռ բացվում է նաև հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան քննարկում է առաջիկա 6 ամսվա ընթացքում Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը վերաբացելու հարցը, վերացնելով Սառը պատերազմի դարաշրջանի Եվրոպայի վերջին փակ սահմանը եւ հարթելով Կովկասում առևտրի վերականգնման ճանապարհը։ Բլումբերգը գրում է, որ Ադրբեջանի հետ դիվանագիտական առաջընթացը եւ Թուրքիայի հետ սահմանի վերաբացումը կարևոր խթան կհաղորդեն Նիկոլ Փաշինյանին հունիսին կայանալիք ընտրությանը։ Պարբերականը գրում է, եթե Փաշինյանը հաղթի ընտրությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է գործակցել Փաշինյանի հետ եւ պաշտոնականացնել խաղաղության համաձայնագիրը։ Միայն դրանից հետո Թուրքիան կարող է դեսպան նշանակել Հայաստանում դիվանագիտական կապերը վերականգնելու համար։ Բացվում են սահմանները, խոսում խաղաղության մասին, նախաստորագրում փաստաթղթեր, որը ըստ երկու երկրների կառավարությունների բացելու է բազմաթիվ դռներ։ Սակայն այդ բազմաթիվ բանալիներից եւ ոչ մեկը չի բացում բանտի դուռը։ Մեր հայրենակիցներին շարունակում են ապօրինաբար պահել Բաքվի բանտերում, կեղծ ու կարված մեղադրանքների հետ մենակ։ Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջիի հետ հանդիպման ընթացքում Հոյդա բյուրոյի անդամ Միջին Արևելքի պատասխանատու Լիբանանի խորհրդարանի падգամավոր Հակոբ Բագրատունին բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող լիբանանահայ Վիգեն Էլջեկչյանի շուտապույտ ազատ արձակման հարցը։ Նախարար Ռաջին ասել է, որ հարցը Լիբանանի ուշադրության կենտրոնում է եւ ձեռնարկել են անհրաժեշտ քայլերը, սակայն կարևորն այն է, որ հայկական կողմը շարունակի հետապնդել այս խնդիրը։ Վիգեն Էլջեկչյանի ազատ արձակման պահանջը լայն արձագանք է ստացել հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Ավելի վաղ նրա կինը գործընկերոջս ասել էր, որ ամուսինը քայլել, ոտքի վրա կանգնել չի կարողանում։ Վիգենը մինչ գերի ընկնելը մեջքի ճողվածք ուներ, բուժվում էր, վիճակը սրվել է Բաքվում։ Թուրքիայում քրեական գործ են հարուցել լրագրող Թուղչե Ելմազի նկատմամբ։ Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են 109 տարի շարունակվող սուկ վերնագրով հրապարակման համար։ Դատական նիստը տեղի ունեցել 3 դեկտեմբերի 2-ին, որը սակայն հետաձգվել է մինչև 2026-ի ապրիլի 21-ը։ Ելմազին մեղադրում են թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին ու կառույցներին վիրավորելու համար։ Նա սակայն նշել է, որ հայոց ցեղասպանության թեման շոշափելու համար արմատական եւ ազգայնական մեկի հաղորդման հիման վրա են իր դեմ գործ հարուցել։ Մինչ քաղաքական ու հասարակական գործիչները խոսում են գերիների վերադարձի հարցում պաշտոնական Երևանի քայլերի անհրաժեշտության մասին, գործող իշխանությունը վերադարձել է բանակցությունների այսպես կոչված նախկինների կետին։ Կառավարության հրապարակած Արցախի հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերի վերաբերյալ ընդդիմությունն ասում է, որ դրանցով Փաշինյանը հարվածել է ինքն իրեն։ Այդ փաստաթղթերը ցույց են տալիս գործող իշխանության բանակցային ձախողումը եւ հիշեցնում, որ Քիվեստի փաստաթուղթը չկա հրապարակվածների ցուցակում։ Իշխանության բաց թողումը մեկնաբանում է Փաշինյանը։
Հիմա բա քիվեստի փաթեթը ինչի չի հրապարակվել, որտեղ չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո քիվեստի փաթեթ։ Քիվեստի փաթեթի հենքը այնա, ինչ որ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը, Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է Հայկական ժամանակ թերթին եւ հրապարակվել է։ Էդ է քիվեստի գաղափարական հիմքը։ Իսկ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրապարակել է Քիվեստի բանակցություններին վերաբերող փաստաթուղթ։ Այս փաստաթուղթը ես պահել եմ ավելի քան 20 տարի։ Այն շրջանառվում էր որպես Քիվեստի բանակցային սեղանին դրված փաստաթուղթ։ Համեմատելով միջազգային հեղինակավոր փորձագետների կարծիքների հետ կարող եմ պնդել, սա է ճշմարտությունը, այլ ոչ թե այն, ինչ հրապարակել էր Նիկոլ Փաշինյանը, հայտնել է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ազգային ժողովի միջանցքում բացի դիվանագիտական հարցերից քննարկում էին նաև ներքաղաքական թեմաներ։ Խաչատուր Սուքիասյանը պարզաբանել է, թե ինչու չի առաջադրվել խորհրդարանի ընտրությանը քաղաքացիական պայմանագրի ցուցակում։ Հիմա ես ավելի կամ գնամ ստեղծագործական ինչ-որ մի բանով զբաղվեմ, հնարավոր է, չգիտեմ, դասախոսություն, հնարավոր է ավելի շատ նոր գեներացնեմ, նոր ինչ-որ մտքեր, նոր համակարգեր ստեղծենք, հնարավոր է դա։ Հիշեցնեմ, որ գալիք գումարման ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից չենք տեսնի նաև Հակոբ Արշակյանին, Հրաչյա Հակոբյանին, Լենա Նազարյանին, Քրիստինե Պողոսյանին։ Այդ թեմաների մասին Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննել է։ Հարցաքննությունն ըստ փաստաբան Ռոման Երիցյանի ձևական բնույթ ուներ։ Դա ընդհանրապես ցուցադրական հետևանք էր երեկվա դատական նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցի, գրել է Արցախի նախագահի փաստաբանը։ Իսկ մեր ձևով շարժումը ստորագրահավաք է սկսում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով։ Հոկտեմբերի 30-ին Տաշիր Կապիտալ ընկերությունը կրկին մուտքագրել է հոսանքի սակագին իջեցնելու պահանջը, որը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է։ Այսօր մենք արտարարում ենք համապետական հանրագրի մեկնարկ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով։ Մի փոքր նախաբան ներկայացնենք, ինչ տեղի ունեցավ դեռևս ցույն թվականի մայիսին Հեցի հայ էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էին դիմում առայն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ 3 միլիարդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը։ Այս դիմումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ հնարավոր է հետագա կիսամյակի ընթացքում այս սակագինը կուտակված գումարը նվազվի։ Տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի ինքներս մեզ հաղթելով գրքի քննարկումը։ Գիրքը կարելի է համարել խրատարան, համոզված է քաղաքագետ Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։ Գիրքը միայն Սրբազանի անցած ազգային ու հոգևոր ճանապարհի մասին չէ, այլև հայ ազգային կյանքի կոնկրետ վիճակների վերաբերյալ աստվածաբանական ազգային հոգևոր վերլուծության։ Այս գրքի առանցքը մինչև այդ մնացած խնդիրներին կանդրադառնալը ճգնաժամն է։ Հայկական հասարակական կյանքի ջրածիկ էներգիայի ճգնաժամ։ Այդտեղից է սկսում Սրբազանը իր վերլուծությունը դեմ է երկու գլխավոր գաղափարի։ Ա. Անհատի ֆետիշացում, անհատի պաշտամունք։ Սրանք այն ամենն են, ինչ տողատակերով պետք է հասկանալ այս գրքից։ Կալանավորված Վազգեն Սաղաթելյանը ձայնային ուղերձով դիմել է Իմնեմնիմի հաղորդաշարի հետևորդներին, ասելով, որ նախորդ 3 տարիներին իշխանությունն ինչքան էլ տարբեր միջոցներով փորձել է լրացնել հաղորդման հեղինակներին, չի ստացվել եւ չի ստացվելու։ Ձայնագրությունը տարածել է նրա փաստաբանը։ ԱԱԾ-ի հերթական մասկի շոուն այդ հակատերորիստական գործողություն հիշեցնող բեմադրությունը ինձ մոտ մի կողմից առաջացնում է ժպիտ, մյուս կողմից ափսոսանք, որ քաղաքական իմպոտենտ այս իշխանությունները ազգային անվտանգությունը օգտագործում են օրինակ մեր տանը ֆլեշկաներ փնտրելու կամ տաղավարի շտատիվներն ու լույսային սարքերը արգրավելու նպատակով։ Զավեշտ է նաև, որ գտնվում են դատավորներ, որոնք տալիս են խուզարկման եւ ձերբակալության նման ակնհայտ ապօրինի թույլատվություններ, երկիրը վերածելով կրկեսի։
Իսկ հակակոռուպցիոն դատարանը Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի գործով դատական նիստին որոշել է վերացնել Ազգային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը, հաշվի առնելով նախկինում նրա դրսևորած պատշաճ վարքագիծը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը նախքան Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերումը անվանել է կարմիր գիծ։ Նրա խոսքով նման քննարկումներն անհնար են, քանի դեռ Մոսկվան ճանաչում է այդ երկրների անկախությունը։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դաշինքի արտաքին գործերի նախարարներին տեղեկացրել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը լուծարելու որոշման մասին։ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը եւ ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնադիր ակտն այլևս գոյություն չունեն, հայտարարել է դիվանագետը։ Իսկ ռուսերենը հանել են Ուկրաինայում պաշտպանության իրավունք ունեցող լեզուների ցանկից։ Օրենքն ընդունել է Գերագույն Ռադան։ 264 պատգամավոր կողմ է քվեարկել օրենքի ընդունմանը, մեկը դեմ։ Եվ վերջում եղանակի մասին։ Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կլինի 7-ից 9, գիշերը 2-ից 4 աստիճան։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնիկ Թովյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերը կրկին եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք։